Դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Հորադի Զանգելան երկար է, ասում են Զանգեզուրի միջանցք։ Արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևին հարցրել է, թե ինչ նկատի ունի Ադրբեջանի նախագահը, երբ Հայաստանի ինքնիշխան տարածքը անվանում է Զանգեզուրի միջանցք։ Ի վերջո, Ալիևը պարզաբանումներ ներկայացրել է Հայաստանի համար անընդունելի ձևակերպման մասով, թե ոչ, առայժմ այս մասին որևէ տեղեկություն չկա։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում այսօր Կոպենհագենում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո կողմերը նույնաբովանդակ հաղորդագրություն տարածեցին։ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ընդգծել են ԱՄՆ նախագահի նախաձեռնած խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը եւ վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը խաղաղության ամրապնդման ուղղությամբ։ Փաշինյանն ու Ալիևը նաեւ անդրադարձել են Թրիփի նախագծին։ Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել են Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման եւ Հայաստանի տարածքում Թրիփ նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս համատեքստում կողմերը ողջունել են ԵԱՀԿ Մինսկի գործընթացը եւ դրա հետ առնչվող բոլոր կառույցները դադարեցնելու վերաբերյալ միաձայն ընդունված որոշումը։ Չնայած պաշտոնական հաղորդագրության մեջ Զանգեզուրի միջանցք ձևակերպման շուրջ տարաձայնությունների մասին որևէ հիշատակում չկա, սակայն այս տերմինի շուրջ իրավիճակն այնքան լարվեց, որ Փաշինյանն անգամ հորդորեց Ալիևին քարտեզի վերացույց տալ Զանգեզուրի միջանցքը, զգուշացնելով, որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել։ Դիմեցի կոչով ադրբեջանցի գործընկերոջս, որպեսզի պարզաբանի ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով։ Որտեղ է Զանգեզուրի միջանցքը։ Քարտեզի վրա պետքա ցույց տալ այդ Զանգեզուրի միջանցքը։ Մինչ Ադրբեջանի նախագահը քարտեզի վրա ցույց կտար, թե ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք ասելով, Փաշինյանն առաջ ընկավ եւ երեք խորհրդարանում արդեն սկսեց ենթադրություններ անել Ալիևի ձևակերպումների մասով, իսկ րոպեներ անց թեման փակված համարեց։ Իմ ընկալումը է նա, երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն Հորադի Զանգելան ճանապարհը։ Կարող են ասեն դա միջանցք է, որ տամա դեպի Զանգեզուր։ Okay, ասում են, թող ասեն։ Բայց Հայաստանի մասին չի դա։ Այդ երկու ելույթը եւ արձագանքները վերլուծելով ես հասկացա, որ խոսքը Հորադի Զանգելան ճանապարհի մասին է։ Թե ինչ արձագանքների վերլուծությունից հետո է Փաշինյանը հասկացել, որ Ալիևը Զանգեզուրի միջանցք ասելով նկատի ունի Հորադի Զանգելան ճանապարհը, պարզ չէ։ Ամեն դեպքում երեք վարչապետը ազգային ժողովում այս թեման հայտարարելով փակված տվեց Հորադի Զանգելան ձևակերպումը Զանգեզուրի միջանցքով փոխարինելու իր բացատրությունը։ Հորադի Զանգելան երկար է, ասում են Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Մենք խնդիր չունենք։ Այդ թեման եկեք համարենք փակված։ Չնայած Փաշինյանի վստահեցմանը, որ այս տերմինի գործածումն այլևս խնդիր չէ, ընդամենը մի քանի օր առաջ նա ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անընդունելի համարելով Զանգեզուրի միջանցք ձևակերպումը պնդում էր, որ այն ունի մեջբերում եմ գրգռող եւ նեգատիվ ազդեցություն եւ ընկալվում է որպես ինքնիշխան երկրի նկատմամբ տարածքային պահանջ։ Ադրբեջանական կողմն առայժմ գոնե հրապարակավ չի արձագանքել իրենց խոսույթի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի մեկնաբանություններին։ Պարզ չէ, արդյոք նրանք համաձայն են Փաշինյանի նոր բացատրության հետ, թե Զանգեզուրի միջանցքը Զանգելան Հորադիս ճանապարհն է։